Ֆիլմ կա է Կորոնա ռասիստի իմպերի, նայել ես։ Չեմ նայել, բայց կնայեմ։ Դե կեթաս անպայման նայես։ Որ Ռուսաստանի վաճառական փլուզումը, հենց են ստե կորոնացիան են։ Դե կոչվում են մեր հոգու, որ դու գնես ցարը Ռուսաստանի։ Հիմի Ռուսաստան ուզում է ստե թագադրում անի։ Այդ մարդկանց ուղարկե իրանց ես համոզված եմ, որ իրանք չինելու զեկա։ Իրանց համար կյանքով ապրել են։ Հիմի Հայաստանի թագադրում են ուզում անեն ռուսները, բայց մեր ժողովուրդը պետք է մեր ժողովուրդը վարչապետ ընտրի, որ մեր հրմի։ Մենք պետք է պարտենք Ռուսաստանից, պարզ ասում եմ։ Պետք է կարենանք այս վիճակից դուրս գանք։ Եղել եք հապ կոնտամ, այսօր եք հապ կոնտամ։ Ինչ արել։ Կամ պատերազմի ժամանակ դու գիտեք ես տեղել եմ իլ այդ։ Վերջի 44 օր պատերազմում։ Հենց ասում են զինադադար կլինի այսօր բան հրադադար։ Ասում տղերք այսօր ավելի ուշադիր եք ու զգուշել եք։ Բերին այս նախորդ իշխանություններին բարած ոնց ասեմ ինչ քաղաքականությամբ այնց համաձայնեցված իօքուտ որոշ անատների բերին հասցրին այստեղ։ Հիմի ես հասկանում եմ, ուզում եմ դիմեմ նաև իմ ժողովրդին, ժողովուրդ ջան, ամենամեծ խաղաղություն ուզում եմ կրվող տղեն, որտեղ մեր կողմը գեներ են զոհվել, կողը պահիտակ մորթազոհել ոնց է հիշողություն տալիս, մենք ապրել ենք այդ։ Այդ ճամփին մենք անցել ենք, այդ դժվարությունները տեսել ենք, Արցախում ենք տեսել։ Դե կռիվներ այն Մեր սիրտը չի ցավում Արցախի համար։ Բայց այսօր եկել են հայրեն ասել, մատ իրանց կուտուրում են, որ ոչ մի հատ ինչ ասած պատերազմի տեղ կրակել են, ոչ մի հատ բան են արել։ Մենք էլ իրենք դավաճան, հող ենք տալիս։ Մի հատ կամ եկա դու երևի նորմալ տղա ես։ Կարաս ինձ բացատրես, ինչ անենք մենք, եթե այստանից բացի, հետո ես միշտ ասել եմ։ Պետությունակ, զարգանա, Իսրայել 22,000 քառակուսի տարածքում այսօր աշխարհում դիգի է խաղացնում։ Պետությունա, մենք այսօր պաշտպանողական քաղաքականություն ենք վարում, որ մենք պաշտպանենք գոնե այս սահմանները։ Մենք ինչ ունենք։ Ասում եմ բանակին չունի, հեսա տենակ ինչ ունի։